Հավատքի բանկի գրքույկը Չարլզ Սպերջեն օր հունիսի 20 Թեև գնամ մահի շուքի ձորումը չար բանից չեմ վախենա, որովհետև դու ինձ հետ ես, քո գավազանն ու քո ցուպը, նրանք մխիթարում են ինձ։ Սաղմոս 23:4 խոսք։ Որքան քաղցր են այս խոսքերը, երբ նկարագրում են մահվան անկողնում ստացված վստահությունը։ Շատերն են իրենց կյանքի վերջին ժամերին դրանք կրկնել խորբերկրանքով ու ցնծությամբ։ Սակայն այս խոսքը նույնքան կիրառելի է նաև կյանքի ընթացքում հոգու կրած տառապանքների նկատմամբ։ Մեզանից ոմանք, ինչպես Պողոսը, ամեն օր մի տեսակ հոգևոր մռայլության պատճառով չակերտյալ մահանում են։ Ջոն Բանյանը մահվան ստվերի հովիտը ուխտագնացության ճանապարհին շատ ավելի վաղ է տեղադրում, քան այն գետը, որը հոսում է երկնային բլուրների ստորոտում։ Մեզանից ոմանք մի քանի անգամ անցել են մահվան ստվերի այդ մութ ու սարսափելի կիրճով և կարող են վկայել, որ միայն Տերն է մեզ զորացրել դիմանալու նրա խռովեցնող մտքերին, խորհրդավոր սարսափներին և ծանր ընկճվածությանը։ Տերը մեզ պահել և զորացրել է, բարձր պահելով ամեն իրական վախից, նույնիսկ այն ժամանակ, երբ մեր հոգին ճնշված ու խորտակված էր։ Մենք եղել ենք կաշկանդված ու ծանրաբեռնված, սակայն շարունակ կենդանի ենք, որովհետև զգացել ենք մեծ Հովվի ներկայությունը և վստահ եղել, որ նրա գավազանը չի թողնի, որ թշնամին մեզ մահաբեր վերք հասցնի։ Եթե ներկայիս ժամանակը մթագնած է մեծ վշտի ագռավաթև ստվերով, ապա եկեք փառավորենք Աստծուն խաղաղ վստահությամբ, ապավինելով միայն նրան։